Ստեղծում է ևս մեկ կանաչ գոտի, Երևանը պաշտպանող, Երևանի մուտքի մոտ, աշտարակի ուրեմն խճուղուց դեպի Երևան մուտք գործող ճանապարհահատվածի այս լանջերի վրա, որը նույնպես ազատ հողատարածքներ են, նախատեսեցինք դրանց կանաչապատումը։ Սա այն ծրագրերից մեկն է, որը մենք խոստացել էինք, որ Երևանը պետք է ներառենք, շրջապատենք իր մուտքերով, կանաչ տարածքներով, մեծ նշանակություն ունի թե քամիների ուղղությունների համար եւ թե Երևանամերձ տարածքներից, հանքերից, փոշու Երևան ներթափանցման ուրեմն դեմ պայքարի մեծ միջոցներ են սրանք հանդիսանալու։ Երևանը կանաչապատ օղակի մեջ վերցնելու ծրագրերի մի բաղադրիչներից մեկն է, որը այսօր իրականացնում ենք ցավոք անձրևային պայմաններում 1 կիլոմետր տարածքի վրա նույնպես կատարվելու է միջնաշերտի տունք, որը նաև թեք ունենա իր նշանակությունը եւ թե կապահովի Երևանի մուտքերի գեղազարդությունը։ Սա էլ է հաշվի առել, վերևի մասում տնկվելու են գնդաձև կատալպաներ, կլոր գնդաձև սաղարթ ստեղծող ծառատեսակներ, դա էլ է հաշվարկված, այնտեղ պետք չի մեծ ծառեր տնկել, որպեսզի տեսադաշտը չփակվի երթևեկող մեքենաների համար։ Իսկ այստեղ տնկվում են ուրեմն առաջի շարքով կատալպա սովորական հասուն 10 տարեկան ծառեր, երկրորդ շարքով հացենիներ են, երրորդ, չորրորդ, 5-րդ շարքերով կատալպա գնդաձև, իսկ միջնամասում ուրեմն արդեն մոտ 20 մետրի վրա, այսպես ծաղկի նման, մեջտեղի կլոր հատվածում տնկվելու են պտղատու ծառատեսակներ, ծաղկման սեզոնին գեղեցիկ տեսք ապահովելու։ Սա մեր անտառագետներն են ցուցել, այդ սխեմաներով է ուրեմն կատարվում այստեղի տունկը։ Հարկ եմ համարում նշել, որ նաև այս կլոր հատվածների դիմացի քարքարոտ ժայռերում էլ, ժայռային հատվածներում նույնպես իրականացվելու է տունկ։ Այդտեղ հաշվի առնելով լանջի թեքությունները տնկվելու են գիհի կազակական տեսակներ, որը շատ գեղեցիկ, ուրեմն կփակեն այդ լանջը եւ ամբողջ այս հատվածները կառնեն կանաչի մեջ, որտեղ մենք իրականացնում ենք տունկ, թեկուս ցփի, ել չասեմ ծառի, այդտեղ անպայման նախապես անցկացվում է ոռոգման համակարգ եւ կարծում եմ, որ թե տնկանյութը, թե գրագետ անտառագետների կողմից տված ցուցումները եւ թե ոռոգման համակարգն է, որ բերում է կպչողականության նման բարձր տոկոսներ։